Ուրեմն մի տարօրինակ ապուշը մտե գրառում էր, то есть ազնականով էր գրել, որ տեսար Արթուր Չախոյանի հետ ինչ եղավ։ Մի օր մեկ քեզ դիք կերնի։ Մի բերեք ժողովուրդ, համ պատասխանենք տվյալ ապուշին, համ մի հատ վերլուծենք, թե ինչ տեղի ունեցավ Երևանում, նոր վարչական շրջանում, ինչի вообще դիք եղավ, ինչի բրիտպես բաներներ, նախ տվյալ ապուշին բերեք երկու բառով պատասխանեմ։ Իմ Արթուր Չախոյանի գործելավոճը շատ տարբեր է։ Ես այցելելով Շին հրապարակ կամ փողոց կամ չգիտեմ տարբեր վայրեր, եթե կտեսնեմ բացթողումներ, կերտամ կհանդիպեմ տվյալ պատասխանատուի հետ։ Այս դեպքում ոչ թե քաղաքապետի հետ, այլ բաժնի պետի հետ։ Ինչի, որովհետև սուբորդինացիա հասկացողություն գոյություն ունի։ Եթե իմ բարձրացած խնդիրը չի լուծվի կամ այդ մարդը քսոր ես չեմ կարող քաղաքապետն եմ, մյուս ես կփորձեմ քաղաքապետի հետ հարցը քննարկել։ Եթե կամ այլ չինովնիկների մասին խոսք տարբերություն չկա։ Եթե քաղաքապետն է լուծում չի տա, նոր ես կբարձրացնեմ այդ խնդիրը։ Սա ինձ կուտա բարոյական իրավունք քննադատելու, բայց ամենակարևորը անձի հանդեպ վիրավորանք ես կհնչեցնեմ մենակ մեկ դեպքում։ Երբ որ տվյալ անձը բարոյապես ինձ արդեն թույլ է տվել։ Հիմա անդրադառնանք դեպքին։ Արթուր Չախոյանը այդ նկարանյութի նկարահանման ժամանակ իրան թույլ տվավ մարդկանց հանդեպ անձնական վիրավորանք։ Երկրորդը, ես շատ մեծ չարչարանք եմ տալու շարժ չեղնիմ, այսինքն մի տեսեք ինքը պիտի ոչ թե քննադատեր տեղ նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարին, ոչ թե Տիգրան Ավինյանին, այլ կապալարուին պիտի քննադատեր։ Դες կապալարուն դերևս գործը չի ազնի, իսկ այդ որ կապալարուն գործը չի ազնի, դրա պատասխանատուն կապալարուն, ոչ թե կապալարուն, ինչ է շինարարն է։ Սա մեկ, երկրորդը, Արթուր Չախոյանը կերտամարտկանց հետ հանդիպման միշտ կամերայով, ես նման բան թույլ չեմ տալիս, երբևիցե մարդու դեմք նկարած չկամ, то есть ես կերտամ կամերան անջդած, մարդու հետ խոսամ, գլսեմ մարդուն, կքննարկենք։ Ես խիստ կկասկածեմ, որ նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարը, երբ որ Արթուր Չախոյանն ներդարձել այսպես խնդիր կա եկել եմ հետ խոսալու, չնստեր իր հետ խոսալ։ Ցանկացած մարդ խոսակը քննարկենք։ Իսկ Արթուր Չախոյանը ավելի շատ պրովոկացիայի ենթարկեց այդ ամեն ինչը։ Սա էլ ասեմ ձեզ, սա չի արտարացնում նոր վարչական շրջանի ղեկավարին, որոնք ծեծի ենթարկեցին մասսայական, բայց սա էլ մյուս կողմն է, որտեղ ժողովուրդ ջան, եթե ազգային ժողովում նման ծես կրդուկ կա, դե ազգային ժողովում կենեն դիք, որում տեղը նորմալ ազգային ժողովը իրար գծեցեն, то есть ազգային ժողով մեր օրինակելի մարմինն է, որից մենք օրինակ կվերցնենք եւ կտեսնենք ինչ կկատարվի։ Իսկ ամենաամոթալին նոր վարչական շրջանի ղեկավարին ու իր թիմին, որ 10 հոգով հարցակման մի հոգու վրա, սա ամենաամոթալից բանն էր։ Ուրիշ բան է, տերտանք չմենքոմ իրար տաղավարի, կամ ինքն ելներ թեմերս կաներ մի ադմ տարբերնին, ասենք էլիքսեյ հա, ասենք ադելություն այդ ձևի հասկնամ, որ ինքը պրովոկացիա երավ, ինքը ենթարկեց ձեզ այդ պրովոկացիային, բայց այդ կանով մի հոգու վրա հարցակվել հային վայել չէ, այս էլ է կարևոր։ Ուստի ստեղ բոլոր կողմերն ունեն իրանց մեղավորությունները, բոլոր։ Իսկ իմ գործս հետևյալն է, եթե ես կտեսնիմ խախտում, ես կայցելեմ տվյալ ղեկավարին, կդիմեմ ու միշտ ունեցել եմ այդ հաջողությունը մարդկային հարաբերությունները պահելու, սա Գյումրին է։ Այն կրիմինալ քաղաքորքսեն Գյումրին է, բայց կրիմինալ չէ, ի տարբերություն Երևանի, լավ եղեք։